Բարի լույս, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Երեք մի շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում, բայց լրատվականներն էլ իհարկե անդրադարձան որոշ չափով այսպես զուսպ, համառոտ, բայց դա քաղաքական ուժերի հատկապես, իբրև թե քաղաքական ուժեր, իրանց քաղաքական գործիչների տեղ դրած մարդկանց շրջանում կարծես այդքան էլ ուշադրության չարժանացավ, ավելի մեծ անտարբերություն կար իհարկե մեր խիստ այդպես Տիգրան Մեծյան հայրենասիրությամբ եւ իմաստունությամբ օժտված ժողովրդի կողմից։ Խոսքը Սրբուհի Գալյանի արդարադատության նախարարի հայտարարությունն էր, որ նոր սահմանադրության տեքստը իրենց նախագծի արդեն պատրաստ է։ Ավելի շուտ ոչ թե իրենց, այլ իրենց արևին պետությունը հանձնաժողով է ձևավորել սահմանադրական նոր սահմանադրություն գրելու եւ դա արդեն պատրաստ է, բայց ուշադրություն սահմանադրությունը չեն հրապարակի, տեքստը պատրաստ է, բայց չեն հրապարակի։ Խոսք է գնում երկրի պետության գենետիկ կոդի մասին, ամբողջ գենետիկայի մասին, որ նորն են գրել, բայց չեն հրապարակի։ Բա ինչ են անելու, ասում են մի հատ կդնենք ՔՊ-ի նիստին, ՔՊ-ն դա արդարադատության նախարարությունը չի, դա սահմանադրական հանձնաժողով չի, ՔՊ-ն բազմաթիվ կուսակցություններից մեկն է։ Սահմանադրությունը համազգային կարևորության եւ ոչ միայն գործող իշխանությունների, այլև նույնիսկ դեռ չծնված երեխաների ապագան ճակատագրող փաստաթուղթ է, ինստիտուտ է։ Ու այսինքն ոչ գործող իշխանությունը, ոչ նույնիսկ ամբողջ այսօրվա մեր ապրող ժողովուրդը սահմանադրության միակ շահառուն չի։ Սահմանադրության շահառուն սերունդներն են նաև։ Եթե այդ սահմանադրությունը բանի պիտանի է, էլի, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների սահմանադրությունը, կարա 200 տարի ավելանա, բայց չպակասի, այսպես ասեմ։ Մեր դեպքում, եթե իրոք սահմանադրությունն է, ոչ թե մի հատ զուգարանի թուղթ, որը կմնա այնքան միջև այդ ռուլոնը այդպես օգտագործելով կհասնի ինչ-որ մի հատվածի եւ տենց կնետեն պատմության, իրավաբանության, քաղաքականության աղբարկը։ Եթե դա իրոք այդպեսին չի, ապա դա պիտի հուզի ամբողջ երկրին, հատկապես քաղաքական, իրենց քաղաքական հռչակած անձած, քաղաքական վերնախավին, այսպես ասած։ Բայց դա ասում է չենք հրապարակի, կդնենք ՔՊ-ի, կներկայացնենք ՔՊ-ին, ՔՊ-ը թե ինչ կապ ունի, թե ՔՊ-ում քանի հոգի կան սահմանադրություն հասկացող, ես չգիտեմ, բայց էսի մեկ արդեն, որ այն ինչ համապետական եւ համաժողովրդական եւ համազգային նշանակություն ունի, դրվում է պուճուրի խմբակի, այստեղ իսկականից այդ բառը կարելի ասել, պուճուր խմբակի դատին կամ ներկայացնում են նրան։ Թե ՔՊ-ն Մանասյան Հայկը, որ ՔՊ չի, ՔՊ-ն ինչով է ավելի լավը Մանասյան Հայկից, որ ասենք ՔՊ-ն մի ոչ շուտ պետք է դրա մասին իմանա։ Նամանավանդ, որ մենք հիմնադիրներս միակ քաղաքական ուժն ենք, միակ քաղաքական միավորն ենք, որ ներկայացրել ենք նոր սահմանադրության նախագիծ։ Միակ, այսինքն ներկայացրել ենք հիմնական փոփոխությունները, բաց ենք թողել մարդու իրավունքների բաժինը, որովհետև դա ավելի շատ հիմնված է միջազգային կոնվենցիաների վրա։ Այն ինչ վերաբերվում է մարդու իրավունքներին, պետք է հարգես միջազգային կոնվենցիաներ, այսինքն քո փոխարեն դա գրած է արդեն մի 80 տարի առաջ կամ 200 տարի առաջ, նայած ինչ փաստաթղթի հղում կանենք իրավունքների մասին խոսել, մարդու իրավունքների մասին խոսելիս։ Այսինքն այն ինչ փոխվում է սահմանադրության մեջ, դա գրել ենք, ներկայացրել ենք եւ միակ քաղաքական ուժն է։ Նիկոլենք երկրորդ քաղաքական ուժն է, ովքեր
ասում են, որ տենց բան ունեն ու դնելու են իրաց ներքին քննարկմանը, թեև մենք մեր ուժերով ենք դա արել, մեր քաղաքական հայացքներով ու համոզմունքներով, իրանք հանձնաժողով են ստեղծել, որտեղ կա օրինակ Դանիել Իոաննիսյանը, հա, խոշոր սահմանադրագետ, բացառիկ սահմանադրագետ Դանիել Իոաննիսյանը։ Հիմա արձագանքները Էդմոն Մարուքյանի արձագանքը լսեցի ազատություն ռադիոկայանի պատրաստած տեսանյութում, որտեղ ասում է, որ անկախության հռչակագիրը, եթե պրեամբուլայից հանվում է, ապա պետության ծննդականն է պրեամբուլայից հանվում։ Էդմոն Մարուքյանը իդեպ իրավաբան է, ի տարբերություն ինձ, ես բժիշկ եմ։ Ինքն էլ իրավաբան է։ Պարոն Մարուքյան ջան, ինչ ծննդականի մասին եք խոսում, Հայաստանի Հանրապետությունը 1918 թվականին է ծնվել, ով չգիտի ասեմ, ով մոռացել է ասեմ, Հայաստանի Հանրապետությունը, Հանրապետական Հայաստանը, այսպես ասած, Ռեսպուբլիկա Հայաստանը, ծնվել է 1918 թվականին, սովետական կարգերի ժամանակ եղել է միութենական հանրապետություն, ինքնավարություն չի եղել, եղել է միութենական հանրապետություն։ Եվ 91 թվականից ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ծննդականը, եթե ման եք գալիս, ման եկեք ոչ թե այն բժշկական կենտրոնում, որտեղ հերթական իր այցն է արել, այլ ծննդատանը։ Իսկ մեր հանրապետության ծննդատունը 1918 թվականի պատմական փոթորկալից իրադարձություններն են ու այնտեղ է մեր հանրապետության ծննդականը։ Բայց ինչով է սա կարևոր։ Այսքանով ես կարամ էլի երկար խոսեմ, ներկայացնեմ ընդհանրապես որն է մեր երկրի ծննդականը, դրա մասին բայց չեմ ուզում խոսել։ Միանգամից ասեմ, որ տեսեք, այս լրջագույն փաստաթղթի էությունը, դրույթները քննարկելու, պարզաբանելու, առաջարկներ ներկայացնելու եւ վերլուծելու փոխարեն, հեսա գալու ենք կանգնենք պրիմիտիվ մի հարցի վրա։ Անկախության հռչակագիրը 90 թվականի լինելու է պրեամբուլայում, թե չի լինելու։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ այդքանից ավել չեն հասկանում մեր քաղաքական գործիչները, այդքանից ավել չեն ձգում մեր իրավաբանները, այդ թվում խոշոր մասշտաբի քաղաքական գործունեությամբ զբաղվող։ Եվ այդքանից ավել ցավոք սրտի, կարծում եմ, թող չնեղանան, չեն ձգում մեր սահմանադրագետները։ Այդքանն է։ Այն որ ասում ենք դարերով պետականություն չենք ունեցել, ժողովուրդ ջան, դա հենց այնպես ինչ որ ստից բառեր չեն, ստից արտահայտություն չի։ Դա նման է նրան, որ ասեն, այս երեխան դպրոց չի գնացել, մեծաց է դարել է 50 տարեկան, բայց ոչ դպրոց է գնացել, ոչ տեխնիկում է սովորել, ոչ ինստիտուտ է անցել։ Երբ որ ասում ենք, որ մենք դարերով պետականություն չենք ունեցել, դա է նշանակում։ Երբ որ ասում ենք մենք դարերով պետականություն ու պետություն չենք ունեցել, դա նշանակում է այս մարդը որբ է մեծացել, ծնող չի ունեցել, մարդկանց միջավայրում սուբյեկտ չի եղել, մեծացել է ենթադրենք թափառող շների հետ։ Այդպիսի օրինակներ կան, երբ երեխան թափառող շների հետ է մեծանում։ Հետո երբ որ վերադարձնում են մարդկային միջավայր, հանրային միջավայր, սոցիալականացնում են, խնդիրներ են առաջանում, խոսքի խնդիրներ ա ունենում, ինտելեկտի բացվելու, զարգանալու խնդիրներ ա ունենում, այլոց հետ հարաբերվելու խնդիրներ ա ունենում։ Ահա երբ մենք ասում ենք մենք դարերով պետականություն չենք ունեցել, դա դատավճիռ է, դա միայն անցյալի արձանագրում չի, դա մեր այսօրվա դատավճիռն է, մեր այսօրվա դիագնոզն է, մեր փորձանքն է, որ այսօր կա։ Ու այս պրիմիտիվ պետականազուրկ ժողովրդի, պետականազուրկ քաղաքական եւ պետական էլիտաները կտեսնեք, հիշեք խոսքս, մի քանի ամսիվա մեջ այս խոսքս կամ կհաստատվի կամ կհետքվի։ Խոսելու է հիմնական խոսույթ օրակարգը սրանց լինելու է պրեամբուլայում, այն ամբողջ սահմանադրությունը հեչ, պրեամբուլայում անկախության հռչակագիրը լինելու է թե ոչ։
Այն դեպքում, երբ աշխարհի շատ ու լուրջ երկրներում ընդհանրապես պրեամբուլայում իրանց անկախության հռչակագիրը ուղղակի չկա, ու այդ երկրներին ոչինչ չի եղել։ Հասկանում եք ինչ եմ ուզում պրեամբուլայում անկախության հռչակագրի առկայությունը, եթե նույնիսկ ընդունում եք, որ դա է ծննդյան վկայականը մեր, ինչ ասեցի, դա տես չի, դա կեղծիք է։ Ստում են բոլոր նրանք, ովքեր ասում են Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը 90 թվականի անկախության հռչակագիրն է։ Ճիշտ այնպես, ինչպես ստում է Նիկոլ Փաշինյանը ասելով, որ մենք կադաստրի թուղթ չունենք։ Այդ նույն շարքի, նույն պարզության կեղծիքներ են, նույն պարզունակության կեղծիքներ են։ Ուղղակի ամեն մեկը իր շահերն է առաջ տանում այդ ձևակերպումները տալուց։ Հայաստանի Հանրապետությունը հիմնվել է 1918 թվականին։ Ձևեր մի թափեք, թե չգիտեք։ Ու չկա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 10-րդ հանրապետություն։ Ֆրանսիայի համար կար, որովհետև միապետություն էր, մոնարխիա էր, դարավ հանրապետություն, հետո էլի դարավ մոնարխիա, հետո էլի դարավ հանրապետություն։ Քանի որ սենց մոնարխիա ու հանրապետություն հաջորդել են իրար, իհարկե եմ ասում, մեր համար սովորական բաներ են, սիրուն թիթիզ բաներ են մոնարխիա, միապետություն կամ հանրապետություն։ Իրականում դա էության մեջ փոխում է պետության ամեն ինչը, ամեն ինչը։ Ահա, քանի որ հանրապետությունների եւ միապետությունների հաջորդականությունը եղել ֆրանսիական պատմության մեջ, ֆրանսիացիները դրել են առաջին, երկրորդ, երրորդ հանրապետություն հասկացությունը, որը Հայաստանին չի կարող ոչ մի ձև վերաբերվի, որովհետեւ Հայաստանը հանրապետություն եղել է, հանրապետությունը շարունակել է 1918 թվականից սկսած եւ ոչ մի միապետություն այդ ընթացքում չի եղել։ Ինչի համար եմ սա ասում, հարգելիներս։ Ուզում եմ, որ մենք լինենք ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի հեռատես, գլխավորը երկրորդականից զանազանող։ Ընկերս մեր ջահել օրերում ասում էր, ամենակարևորը կյանքում գլխավորը երկրորդականից զանազանելն է։ Ամենակարևորը կյանքում գլխավորը երկրորդականից զանազանելն է։ Եվ եթե դու չես կարող երկրորդականը գլխավորից զանազանես ու պրեամբուլայում անկախության հռչակագիրը, որ Միացյալ Նահանգների սահմանադրության պրեամբուլայում հռչակագիրի մասին ոչ մի խոսք չկա, թեև ունեն փառահեղ անկախության հռչակագիր։ Ավելին, եթե Միացյալ Նահանգներից են copy-paste արել, պատճենել, կապկել, ես կասեի, առանց հասկանալու ինչի մասին է խոսքը։ Միացյալ Նահանգներից են դել բերել, յանի, ահա, մենք էլ մենք անկախության հռչակագիր, տունա թողելն է, մենք էլ մեր անկախության հռչակագիրն ունենք։ Թեև Միացյալ Նահանգները իր անկախության հռչակագրով անկախացել է, մենք չենք անկախացել մեր անկախության հռչակագրով։ Ես ավելի տիպիկ օրինակ բերելու համար այս փաստն էի նախկինում շատ վաղուց, որ հələ ոչ Նիկոլներ, ոչ Ալիևներ, ոչ մեկ այս թեմաների մասին ոչ դռում էին, ոչ բռում, այս մասին գաղափարական առաջամարտիկ եղել եմ ես, Մանասյան Հայգը, բժիշկ, թեկուզեք մտավորական։ Մարդիկ, ովքեր հելել են, ասել են, «Всё, մենք անկախության հռչակագիրը գրեցինք եւ հռչակեցինք», հաջորդ օրը Մոսկվայից աշխատավարձ են ստացել։ Կրեմլից հաջորդ օրը աշխատավարձ են ստացել ու ամիսներ շարունակ։ Այտենց անկախություն չի լինում, այտենց չեն անկախանում։ Մենք անկախացել ենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Նիկոլն էլ ուրիշ կեղծիք է անում։ Այս վերջերս խոսքի մեջ ասում է Ալմա-Աթայի հռչակագրով ենք անկախացել Ադրբեջանի հետ միասին։ Այս էլ ուրիշ սուտ է։ Մենք հանրաքվեով ենք անկախացել։ Թեև անկախության հռչակագրի կարևորությունը չեմ ուզում նսեմացնել, որովհետև անկախության հռչակագիրն էր, որ մեր այո անկախության գործընթացի սկիզբը հանդիսացավ։ Այսինքն դա ոչ թե անկախության հռչակագիր է, այլ անկախության գործընթաց սկսելու հռչակագիր։ Համաձայն եմ, բայց դա ծննդական չի Հայաստանի Հանրապետության, որը գոյություն ուներ այն օրը, որ անկախության հռչակագիր էին գրում։ Հայաստան այդ օրը գոյություն ուներ որպես սովետական Հայաստանի Հանրապետություն։ Գոյություն ուներ, ուր եք մոռանում դա։ Որն իր հերթին գոյություն ուներ, որովհետև 1918 թվականին հիմնվել էր Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսպես ամփոփեմ, Նիկոլենք համազգային կարևորության պետական եւ սերունդների վրա ազդող նշանակության այդ փաստաթուղթը ասում են ունեն, հուսամ առաջիկայում կհրապարակեն,
պարտավոր են հրապարակել։ Բայց չգիտես խի ՔՊ-ի նիստին են դա տարել դեն, թե ՔՊ-ում քանի հոգի կա, որ դա հասկանում էլի ասում, ես խիստ կզարմանամ։ Եթե այս երկու ձեռիս մատների վրա եղած քանակից ավել մարդ կա ՔՊ-ում, որ կարելի է հաշվել սահմանադրություն հասկացող, այդ թվում իրանց իրավաբաններ բան է, սաղ իրար հետ վերցրած։ Ես խիստ կզարմանամ, եթե այս երկու ձեռքից մատներից ավել ծալվի, եթե հաշվեմ ՔՊ-ում սահմանադրություն ասածը հասկացող գործիչներին։ Համենայն դեպս դա կհրապարակվի ու քաղաքական դաշտը պիտի որ սրան արձագանքի, չմոռանալով Հայաստանի Հանրապետությունում 26 թվականին առաջինը սահմանադրության նախագիծ հրապարակել է հիմնադիր ազատակարգ կուսակցությունը, հիմնադիր ազատակարգ քաղաքական միավորը, դա չմոռանանք, միակ է բոլոր քաղաքական ուժերից, այն մյուսները քցում բռնում էին Եվրամիություն պիտի գնանք, թե Չինաստանի հետ պիտի լավ լինենք։ Իրենց հետաքրքիր այն մյուսները, այսպես կարևորագույն հարցին ինչպիսի պատասխան ունեն, ինչպիսի արձագանք կտան։ Բայց ուշադրություն, բշտելու եմ, կոպտելու եմ ու ձեզ ձեր իրական անուններով եմ կոչելու, եթե բուն սահմանադրության տեքստը, սահմանադրության հիմնական դրույթներն ու սկզբունքները մի կողմ թողած, դնեք ու վերցրեք անկախության հռչակագիրը պրեամբուլայում կա, թե չէ։ Դա էլ է հարց։ Դրան էլ պետք է անդրադառնալ, բայց եթե դրա վրա սևեռվելով անտեսեցիկ են մնացած ամբողջը, որ ավելի ու հազարապատիկ ավելի կարևոր է, քան հռչակագրում ընդհանրապես պրեամբուլայում հռչակագիրը ֆիքսված է, թե չէ 90 թվականի հռչակագիրը։ Եթե այդպես արեցիք, ասել եմ, այ դուք Ալիևի օրակարգի սպասարկողներն եք, որովհետև Ալիևը շատ կուզենա, որ հայերը լինեն այնքան դեգեներատ, որ այդ Ալիևը տենց կուզենա, որ մեկը չլինի, որ ասի, տղեկ, այս ամբողջ սահմանադրությունը հազարապատիկ ավելի կարևոր այդ պրեամբուլայից։ Պրեամբուլան էլ կարանք քննարկենք։ Մենք օրինակ հրապարակել ենք առանց պրեամբուլան դնելու, թեև ունենք պրեամբուլայի մեր տարբերակը, բայց չենք դնում։ Ինչու՞, որ վեճի, ավելորդ խոսակցության, էլի տենց արտաքին քաղաքական ինչ-որ ով շպիոնն է, ով տասովշիկն է, այս հարցերից սևեռվենք մեր օրակարգին, մեր նոր սահմանադրությանը, հայոց, Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությանը։ Թերևս այսքանը առաջիկայում հետաքրքիր է լինելու։ Ցտեսություն, մի շնորհ հանդիպում։